Հովանեսի 3-րդ նամակը։ Փառք Աստծո։ Բայց ամեն դեպքում երկու բառ ասեն։ Ասենք մի գլուխ է, մի քիչ է։ Բայց որ Աստված ուզել է, որ սա մտնի Աստվածաշնչի մեջ, նշանակում է, այս բառերով Աստված մեզ ասելիքներ ունի։ Ամեն ասում ենք։ Նենց որ հենց նենց մենք ժամանակ չենք կորցնում։ Քանի անգամ ասել եմ, գրված է։ Օրինակ Հովանու 5:39 քննեցեք գրքերը եւ դուք դրանցով կունենաք հավիտենական կյանք։ Մենք մի հետ ենք անում, քննում ենք գրքերը։ Երայն նրան առաջ Սաղմոսում, ով մտածում է այս խոսքի վրա, ով այս խոսքով է նստում կանգնում։ Երանություն է, եթե այս խոսքը մենք ունենանք եւ սրանով նստենք կանգնենք։ Կամ քիչ առաջ ասի, Հիսուսը այս խոսքով հաղթեց սատանային։ Երանի նրան, որ այս խոսքը կունենա եւ կհաղթի սատանային։ Եփեսացիների 6-րդ գլխում գրված է, որ այս խոսքը սուր է, որով մենք կարող ենք հաղթել հոգեվոր ուժերին։ Դե հիմա կարդամ սկզբից առաջի համարը։ Երեցից Գայոս սիրելին, որ ես կսիրեմ ճշմարտությամբ։ Շատ նման է Հովանու 2-րդ թղթից առաջի համարին։ Պարզապես այնտեղ խոսքը մի հատ տիկնոջ էր ուղղված եւ իր զավակներին, այստեղ Գայոս անունով ելի մի սիրելի անձնավորության։ Եվ այնտեղ էլ ասում, որին ճշմարտությամբ կսիրեմ, այստեղ էլ ասում ճշմարտությամբ կսիրեմ։ Քանի որ անցած անգամ ես ճշմարտությամբ սիրելու մասին բավականին խոսել ենք, ել չեմ ուզում կանգ առնենք սրա վրա։ Եթե եղել եք, ներկա եք եղել կամ վերջը հիշում եք, ել չասում, ճշմարտությամբ սիրել ես հասկանում Աստծո խոսքով սիրել, որտեղ Աստծո խոսքն է ճշմարտությունը։ Անցնենք առաջ։ Սիրելիս, աղոտ կանեմ, որ ամեն կողմը հաջողես ու առողջ լինես, ինչպես քո հոգիդ էլ հաջողության մեջ է։ Մի քանի բառել ես համարի վերաբերյալ եմ ուզում կարդամ, ասեմ։ Նորից կարդամ, սիրելիս, աղոտ կանեմ, որ ամեն կողմը հաջողես ու առողջ լինես, ինչպես քո հոգիդ էլ հաջողության մեջ է։ Քիչ առաջ ասի նորից եմ ասում։ Այս խոսքերը գրված են մեր համար։ Մենք այստեղից թե օրինակ ունենք վերցնելու, թե բաներ ունենք հասկանալու, թե գործեր ունենք, հանձնարարություններ ունենք, թե պատվերներ ունենք։ Կամ մարդ որ սիրելի հանձնարարություններ ունի։ Ով ձեռ չբարձրացնի սուտ է ասում։ Որտեղ ոնց կլինի սիրելի հանձնարարություններ չունենաս։ Քո ընտանիքի անդամները, քո հարազատներ կան, բաներ կան եւ այլն։ Եթե ոչ Հիսուսը պատվիրել է եղբայր քույրերին սիրել։ Ինձ որ սիրելի անձնավորություններ պետք է որ ունենաս։ Հիմա ես այս խոսքից վերցնում եւ ձեզ փոխանցում եմ։ Քո սիրելի անձնավորության համար աղոտ կա, որտեղ ասում է աղոտ եմ անում, որ ամեն կողմը ինքը հաջողության մեջ լինի եւ առողջ լինի։ Ընդունելի է ժողովուրդ։ Սա պատվեր է։ Հովանեսը ասում է, քո համար աղոտ եմ անում, որ հաջողվես ու առողջ լինես։ Դերում քո սիրելի մարդկանց համար ամեն օր մի գրի սենց, պարզապես ունեցի քո մեջ, ամեն օր աղոտ կարա, որ նա հաջողվի և առողջ լինի։ Ես հավատում եմ, որ ամեն աղոտ Աստծուց պատասխան ունի, կամ Աստված լսում է մեր աղոտները։ Ստե որ ասում աղոտ եմ անում, նշանակում ես աղոթքի մեջ զորություն կա, որ աղոտ եմ ուզում անում, ուրեմն այդ բանը կլինի քո համար։ Ուրեմն կրկնում եմ, սա պատվեր է, սա հանձնարարություն։ Եթե կան քեզ սիրելի մարդիկ, իրանց համար ամեն օր աղոտ կարա։ Ինչ ուղղությամբ, որ հաջողվեն եւ առողջ լինեն։ Բայց այստեղ մի հատ բայց եմ ուզում ասեմ։ Հովանու 2-րդ թղթի մեջ որոշ մարդկանց համար գրված էր, որ նրանց տուն մի ընդունեք եւ բարեւել մի ասեք։ Անցած անգամ մասին խոսել ենք։ Եվ ինչն էր պատճառը, նրանք Քրիստոսի վարդապետությունից դուրս էին եկել։ Նրանք սխալ ճանապարհի մեջ էին։ Հիմա այս սիրելիների մեջ նրանք չեն ուտում, այսինքն եթե քո սիրելիներից մեկը շեղվել է, ավելի շուտ առողջ արա, որ աղոտ կարա, որ նա հետ դառնա։ Թե չէ մեկը սխալ ճանապարհի մեջ է։ Մի հատ շատ կոպիտ սխալ պատասխան, սխալ ճանապարհ ասեմ։ Մեկը հետո գողություն անելու եւ ես ասեմ, Աստված թող հաջողի քո այս գործը։ Ճիշտ չի լինի, Աստված ասում է դու մասնակից եղար նրա չար գործերին։ Մեկը հետո մարդասպանության
Աստված հաջողի քո։ Եվ ես ընդ որ ասում եմ, օդի մեջ չեմ ասում, չնայած օդի մեջ այն չեմ խոսքը, բայց եղել է դեպք։ Քույրիկ եկե խնդրելա, որ իմ համար աղոթեք։ Ինչ ա եղել։ Էթմա աբորտի, որ երեխա սպանի։ Եվ մենք աղոթենք, որ Աստված օրհնի իր այդ սպանությունը։ Ինչքանով է ճիշտ, որ մենք աղոթենք իր համար։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Նենց որ ուզում ասեմ նման բանը հնարավոր է։ Կարող է այդ քույրիկի շատ սիրելին, բայց այդ քույրիկի համար չաղոթի, ասի, չեմ ուզում այդ քո քայլը հաջողվի։ Եթե այսքանի վերաբերյալ բան կա ասելուց արեղուներ համեցեք։ Ստեղ որ ասում եմ աղոթ կանեմ, որ ամեն կողմից հաջողվես եւ առողջ լինես։ Իսկ եթե սուրբիքում աղոթքի նյութն էլ ասում ինչ համար ես աղոթում, ուրեմն հնարավոր է դրան հասնել աղոթքով։ Որտեղ նայում շատ աղոթների բաներ կա, նույնը երկրի համար ասում եմ, որպեսզի հասնենք կատարյալ խաղաղության։ Ստեղ որ ասում եմ ամեն կողմանից հաջողվես եւ առողջ լինես, չգիտեմ հիվանդ դեպի աղոթեր առողջանար թե առողջ մնար, շատ չի մարանում, բայց հնարավոր է աղոթքով մեծ բաներ ուզել, որտեվ այն գիտակցությունը, որ աղոթքը Աստծուն է ուղղված։ Փոքր բաները, որ դու կարաս անես, պետք չի դրա համար աղոթքան, բայց այն մեծ բաները, որ քո կարողությունից վեր է, դրա համար լուրջ աղոթներ է պետք։ Այո։ Ուրեմն առողջ լինես, ինչպես որ հոգիդ էլ հաջողության մեջ է։ Հաջողվես առողջ։ Այսինքն, եթե հոգիդ հաջողության, այսինքն հոգիդ ճիշտ ճանապարհի մեջ է, այդ դեպքում ես աղոթք անում։ Արդեն հիմնավորվեց այն իմ ասածը, որ քո սիրելին, եթե ուրիշ ճանապարհի մեջ է, այս աղոթքը չի սազի։ Այս աղոթքը նրա համար, ով որ ինքը իր հոգին էլ ճիշտ ճանապարհի մեջ է։ Շարունակենք։ Երրորդ համարը։ Որովհետև շատ ուրախացեր մի քանի եղբայրներ եկան ու քո ճշմարտության մասին վկայեցին, թե դու ճշմարտությամբ կքայլես։ Երրորդ համարի վերաբերյալ մի քիչ հետո մի քանի համար կա, նրանց բացատրության ժամանակ կանդրադառնամ, հա, անցնենք 4-րդին։ Սրանից ավելի մեծ ուրախություն չունեմ, երբ կլսեմ, թե իմ որդիներս ճշմարտության մեջ կքայլեն։ Խոսքը այս Գայոս սիրելիի մասին է։ Եթե հիշում եք, Սուրբ գրքում էլի տեղեր կա, մանավանդ Տիմոթեոսի գրքի մեջ, կամ վերջը, Պողոսը Տիմոթեոսին էլ ասում իր որդիս, Տիտոսին էլ ասում իր որդիս, Փիլիմոնի թղթի մեջ Վոնեսիմոս, հա, նրան էլ ասում իր որդիս, ասում է կապանքների մեջ ծնա։ Կորինթացիների եկեղեցի մեջ ասում է ավետարանով ես ձեզ ծնա։ Բայց բոլորս հասկանում ենք, որ որդի ասելով ոչ թե միայն բիոլոգիական որդինի նկատի ունեն, այլ որ իրանք ավետարանել են եւ նրանք դարձել են, ում հետ նրանք աշխատանք են տարել, որ դարել են Քրիստոսինը։ Հոգեվոր որդի կարելի ասել։ Այսինքն Գայոսը կարելի ասել կամ հնարավոր է, որ Հովանեսի միջոցով դարձ եկած, Հովանեսի միջոցով հոգեորապես աճած անձնավորություն էր։ Եվ եթե ոչ բոլորը ձեզանից շատերը այս բանը ապրած կլինեն, մեկ եթե քո միջոցով փրկվել է, քո երեխու պես սիրում ես այդ մարդուն, ով ձեռք կբարձրացնի սրա համար։ Քո երեխու պես սիրում ես նրան, ում քո ծառայությամբ կարողացել ես բերել Քրիստոսին։ Եվ Երանի բոլորդ նման սիրելիներ շատ ունենաք։ Բոլորդ կարողանաք բերել Քրիստոսին ինչ-որ մարդկանց։ Եվ ասում եմ, սրանից մեծ ուրախություն չունեմ։ Բնական է, նորմալ մտածող ծնողը ամենաշատ ուրախանում է իր երեխու փրկությունով։ Ես էսի, չգիտեմ, իմ սրտի խորքից բխած կարևոր մտքերից մեկը էսա։ Իմ առաջ երեխան ես ծնվել է, ես գրել եմ, ես շատ եմ ասել։ Ես ինչպես կարող եմ դրախտը վայելել, եթե իմ երեխան իմ հետ չլինի։ Որ ծնողը համաձայն ասի ամեն։ Ինչպես կարող եմ դրախտը վայելել, եթե իմ երեխան իմ հետ չլինի։ Ուրեմն իմ ամենամեծ ուրախությունն է, որ իմ երեխան փրկվի։ Եթե բանն եք այսքանի վերաբերել ասելու համեցեք։ Եթե չէ շարունակենք։
5 համարից։ Սիրելիս, դու հավատարմաբար կանես, ինչ որ կանես եղբայրներին եւ օտարներին, որոնք եկեղեցի առջև վկայեցին քո սիրոտ վրայով, եթե Աստվածահաճոտ երբով նրանց ճամփա դնես, լավ կանես, որտեղ Աստծո անվան համար ճամփայելան ու հեթանոսներից մի բան չեն առնի։ Ուստի մենք պարտավոր ենք այնպիսիներ ընդունել, որպեսզի ճշմարտությանը գործակից լինենք։ Այսօրվա այս իմ խոսքի ամենահիմնական տեղը է սա։ Ուրեմն դու հավատարմաբար կանես, ինչ որ կանես եղբայրներին եւ օտարներին, որոնք եկեղեցի առջև վկայեցին քո սիրոտ վրայով, թե Աստվածահաճոտ երբով նրանց, եթե Աստվածահաճոտ երբով նրանց ճամփա դնես, լավ կանես, որտեղ Աստծո անվան համար ճամփայելան ու հեթանոսներից բան չեն առնի։ Ուստի այնպիսիներին պետք է ընդունել, որպեսզի ճշմարտության գործակից լինենք։ Լրիվ նորից կարդացել։ Դե սենց խոսք են ասում։ Դասատուն աշակերտներից մի օր առաջ է դասը սովորում։ Բայց ես մի քանի օր առաջ եմ ես դասը սովորել, այսինքն սովորել որն է, ոչ թե անգիր եմ արել, այլ տարբեր գրքերից, բացատրական, աստվածաշնչերից բան ուզեցել եմ վեր հանեմ, այս ովքեր են այս մարդիկ, որ ասում եմ, որտեղ Աստծո անվան համար ճամփայելան ու հետանոսներից բան չեն վերցնի, ովքեր են այս մարդիկ։ Եվ այդ գրքերից սովորեցի հետևյալը։ Մատթեոսի ավետարանի վերջում եւ Մարկոսի ավետարանի վերջում Հիսուսն ասեց. գնացեք բոլոր ազգերը ավետարանը քարոզեք։ Հիշում եք այս միտքը։ Եվ ովքեր են այս հանձնարարությունը կատարողները, որ ասեմ բոլորը կատարում են, կարծում եմ չէ բոլորը չեն կատարում։ Օրինակ մենք ովքեր ուստեղ ապաշխարած են, ով է հələ գնաց է։ Քչերը։ Հիմա, այս են մարդիկ են, ովքեր այդ խոսքը վերցրեցին և գնացին։ Այո, ոմանք իրանց շրջապատով բավարարվեցին, ոմանք տես էլ չկարեցան ավետարան ուրիշներին, ընդամենը եկան եկեղեցի գնացին։ Ոչ մեկին վատ բան չեմ ասում, բայց այս գործ անողներին լավ բան եմ ասում։ Հասկացաք, ով որ չի արել վատ բան չեմ ասում, բայց ով որ արել է, ոչ թե ես եմ լավ բան ասում, այլ Հովհաննեսն էլ է լավ բան ասում։ Ասում որ նրանք Աստծո անվան համար են ելել, այսինքն իր ատենից որ դուրս է եկել, ոչ թե գնացել է փող աշխատելու, այլ գնացել է Աստծո անվան համար ծառայելու, Աստծո խոսքը տանելու։ Այս մարդիկ խոսքը բերին տարբեր ազգերի մեջ հասցրին, այդ նման մարդիկ խոսքը բերեցին Հայաստան հասցրեցին, նման մարդիկ են Հայաստանի որտեղ որ նրանք եկան այդ խոսքը խոսեցին, ընդեղից էլ տարբեր ռայոններ բերեցին հասցրեցին։ Հրազդանը նման մարդկանց միջոցով է խոսքը հասել։ Ամեն ասում ենք սրան։ Եթե որևէ մեկ իր տեղից չելներ, չգնար ինչ որ տեղ, այդ մի տեղը կմնար կնեխեր, բայց մարդիկ բերեցին, հասցրեցին խոսքը, տարան ազգերին հասցրեցին, այսի այդ մարդիկ են, այդ ավետարանիչներն են։ Ուրեմն ստեղից առաջի մի եզրա հանգում ասեմ, առաջի կետ։ Չեմ ասում, որ բոլորդ գնացեք, բայց ես հավատում եմ, ստեղ մարդիկ կան, որոնց Աստված ուզում է որ գնան, այդ դրան հավատում եմ։ Այն որ դատարկենաթորներ են, այդ որ պիտի գան նստեն, նրանց էլ շատերը պիտի գնան։ Հիմա ով ուր կգնա, ով ուր կհասնի, ես չգիտեմ, էդի Աստված է ղեկավարում, ես չեմ ղեկավարում, բայց ես իմ այս ծառայության մեջ ինչ որ հասկանում եմ, պարտավոր եմ փոխանցել։ Աստծուց առաջնորդվելով ամեն մեկը պիտի իր ծառայությունը անի եւ լավ անի։ Եվ որ Հիսուսն ասեց գնացեք, չասեց մի մասը գնացեք։ Բոլորին ասեց գնացեք։ Բայց ես այսօր ասում եմ լավ, բոլորդ մի գնացեք, բայց գոնե այդ Աստծուն խնդրեք, տնակ Աստված քեզ ուղարկվա թե չի ուղարկում։ Եվ եթե Աստծուն հանդիպես, քո մտածելակերպը կփոխվի։ Բոլորը գիտեք, Եսային ինչ արեց։ 6-րդ գլխում է, չէ՞, որ երբ որ հանդիպես, Աստված ասեց ում ուղարկեմ, ասեց ահա ես ինձ ուղարկի։ Դու էլ որ Աստծուն հանդիպես, քո հիմիկվա մտածելակերպը կփոխվի։ Որ հիմա քո մտքի մեջ հիմա քո տուն տեղն է, քո գործերն են, քո վարկերն են, քո չիտեմ ինչերն են։ Երբ որ Աստծուն հանդիպես, այդ մտածելակերպը կփոխվի։ Ով է հասկանում ինչ եմ ասում։
Աստծուն հանդիպելուց հետո կփոխվի։ Դե ուրեմն աշխատի Աստծուն հանդիպես, թե չես ուզում փոխվի։ Եթե չես ուզում փոխվի, մի հատ բան կար, թատրոն էր, թե ինչ էր փոքր, որ մեկը հա պետք է աղոթեր, հա ժամանակ չէր գտնում, վերջ որստեղից հետմա Աստուն ասма իմ անունը պետք է լինի կենաց գրքի մեջ, Աստված մանագալի, հա ասма պետք է գրեին էլ ժամանակ չգտա որ գրեմ։ Այսինքն ինչ մենք ցանենք, այն էլ կհնձենք։ Հիմա կրկնում եմ, այդ խոսքը բոլորիս համար է հնչել, որս ինչքանով ենք կատարում։ Ամեն մեկը պատասխանատու է Աստծուն, ինչ չեք պատասխանատու, Աստծուն եք պատասխանատու։ Իմ պարտականությունն է, որ այս խոսքը ես հիմա հռչակեմ։ Նայեք, ավետարանի մեջ կա նման մարդկանց մասին եւ Հովհաննեսը նման մարդկանց նկատմամբ դրական է արտահայտվում։ Ինչքան դրական 8 համարը, ասում է, որ մենք պարտավոր ենք այնպիսիներին ընդունել, որպեսզի ճշմարտությանը գործակից լինենք։ Հեսա կհասնենք դրան։ Այսքանով չեմ վերջացնում, սրա մասին դեռ բավականին բաներ եմ ասելու։ Ուրեմն, այն որ երրորդ համարը ասի, հետո կանդրադառնամ, ես կարծում եմ այս մարդկանցից է, որ ասում է եղբայրներից ոմանք եկան եւ հայտնեցին քո ճշմարտության մասին, որ դու հավատարմաբար ես անում։ Քո մասին վկայեցին, որ դու ճիշտ բան ես արել, որ դու ընդունել ես դրանց։ Հիմա այստեղ մի բառի վրա եմ ուզում ուշադրություն դարձնենք։ Ասում է հեթանոսներից բան չեն վերցնում։ Դե ես հասկացել եմ եւ հավատում եմ, որ այս մարդիկ քարոզում են հեթանոսների մեջ։ Այս նամակը որ գրվել է, այդ գրքերից ես էլ վերցրեցի։ Դե Պողոս Առաքյալն է Եփեսոսի եկեղեցին հիմն է, Պողոսը դե շուտ մեռավ, առաքյալներից ամենավերջինը Հովհաննես Առաքյալն է մահացել, այսինքն հետո Եփեսոսի հովիվը եղել է Հովհաննես Առաքյալը։ Եվ այս գործողությունը ինչ որ ասում ես Գայոսը բանես մարդիկ Եփեսոսում են։ Իսկ Եփեսոսում հիմնականում հեթանոսներ էին։ Եկեղեցու ցենքում հեթանոսներ էին։ Հիմա այս մարդիկ հեթանոսներին են քարոզում։ Բայց ասում է հեթանոսներից բան չեն վերցնում։ Ինչի չեն վերցնում։ Ուզում եմ սրա համար որպես լրացուցիչ տեղ կարդամ երկրորդ Կորինթացիների թղթի 11 գլխի 7 համարը եւ մի քանի համարներ։ Միթե հանցանք գործած եղավ, որ Աստծո ավետարանը ձեզ զրի քարոզելով իմանցս խոնարհեցրի, որպեսզի դուք բարձրանաք։ 9 համարը կարդամ։ Ձեր մոտ գտնված ժամանակ երբ պակասություն ունեցա, ձեզնից մեկին ձանձրություն չտվեցի, որտեղ իմ պակասություն լեցրեցին Մակեդոնիայից եկող եղբայրները, եւ ամեն կերպով ձեզի ծանրություն տալուց զգուշացա ու պիտի զգուշանամ էլ։ 12 համարը։ Բայց ինչ որ արեցի, պիտի անեմ էլ, որպեսզի առիթ չտամ նրանց, որոնք պատճառ կփնտրեն, որպեսզի բարձրանան եւ այլն։ Հիմա այստեղից ինչ ենք հասկանում։ Պողոսը երբ որ Կորինթացիները մի ժամանակ հեթանոս էին։ Հեթանոսությունից դարձան իրանք։ Երբ որ Կորինթացիներին քարոզում էր, նրանցից մի բան չեր վերցնում։ Դենց հասկացանք։ Ասում եմ զրի տվեցի։ Նրանցից մի բան չեր վերցնում։ Ինչի համար։ Որպեսզի ասում եմ կտրեմ ոմանց պատճառը։ Եկեք ընդունենք, որ մանավանդ դեռ չապաշխարած մարդիկ, բայց ցավոք նաև շատ ապաշխարած մարդիկ, այնպիսի բաներ են մտածում, որը չես պատկերացնի։ Մի հատ սխալ բառ կա, վատ բառ կա, բայց հասկանալու համար ասեմ։ Ռուսերեն եմ ես լսել, каждый думает по своей испорченности, հա։ Ամեն մեկը իր փչացածության չափով է մտածում։ Չեմ ուզում ձեր վրա տարածեմ։ Բայց փողը գումարը Եթե կընդունենք, որ մարդկանց կյանքի մեջ շատ է ներմուծվել արդեն։ Դրա համար Հիսուսն ասեց, չեք կարող ծառայել Աստծուն եւ մամոնային։
շատերի կյանքում Աստծո հետ մրցում է մամոնան, փողը։ Եվ մարդու փողին կպար, մարդու Աստծուն կպար։ Մարդու փողին կպար, ես մարդը կարող է խախտվի։ Կարող է չգժվի, բայց արդեն քեզ չլսի։ Արդեն այսպեսի մի բացատրություն կտան։ Դու փողի համար ես այդ, ինչ որ անես փողի համար ես անում։ Էլ քո ավետարանչության արժեքը կընկնի։ Եթե դու մեկին ավետարանես եւ նրանից ինչ որ բան վերցնես, թեկուզ փող չէ, մի կիլո խնձոր կամ չգիտեմ ինչ, քո ավետարանչության արժեքը կընկնի։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Դրա համար ասած ես ձեզ պետք է ծանրությունը չտամ։ Իմ պակասությունը եղբայրները կլսեն, որոնք արդեն ապաշխարած, արդեն Աստծո որդի են։ Ստեղից էլի մի հատ եզրահանգում։ Սիրելի Աստծո մարդ, եթե դու ոմանց հետ աշխատանք ես տանում, որ նրանց բերես Քրիստոսին, աշխատի նրանից մի բան չվերցնես։ Որտեղ եթե վերցրեցիր, քո այդ ծառայության արժեքը կընկնի։ Ոմանք կարող էլ չլսեն քեզ։ Արդեն ասեն դու փողի համար ես անում։ Փողի համար չենք անում, էլի ոմանք ասում են։ Ցավոք որոշ հոգևորներ են ասում։ Իրանց թվում է մենք փողի համար ենք անում, ինչ որ անում ենք։ Ուրմնաց անհավատ է, կասեն ու կասեն։ Դրա համար աշխատենք իրանցից բան չվերցնենք։ Աստված ուզում է որ ավետարան քարոզողները ավետարանով ապրեն։ Այդ բառերը գրված է Կորինթացիների թղթում։ Ավետարան քարոզողները ավետարանով ապրեն։ Հիմա այդ անհավատը, այդ անապաշխարը, եթե ավետարանչին փող տա, ես կարծում միշտ չէ, որ այդ փողը ճիշտ փող կլինի։ Դա կարող է գողացված փող լինի, կարող է սխալ ճանապարհով եկած փող լինի, կարող է շատ ներողություն, անառակության փող լինի, որտեղ հատուկ գրած է պոռնկության վարձը տիրոջ բանը գանձանակը չմտնի, պիղծը։ Իսկ հոգևորի գումարը, սուրբ գումարը, այն որ դու հնարկղի մեջ գցում ես, դա արդեն համարվում է սուրբ, որտեղ Աստծո տաճարի գումարը սրբվում է։ Հոգևորի գումարը սուրբ է։ Եվ այդ սուրբ գումարն է, որ վնաս չի տա, այլ ճիշտ հակառակ օրհնություն կբերի։ Էսի մի կողմը, մյուսը։ Երբ որ հոգևորն է տալի, հոգևորը տրտումով չի տալի, ուրախությամբ է տալի, եւ այդ տալու դիմաց Աստված հոգևորին լցնում է իր կյանքը։ Այսինքն երբ որ հոգևորն է տալի, մի քանի կողմից լավ բաներ է կատարվում։ Եվ այս հոգևորը առատություն է ունենում։ Եվ սրա տված գումարը օրհնություն ալում նրա համար։ Եվ այն էլ իր ծառայությունը կարողանում է անել եւ այդ անհավատներից էլ փող չի վերցնում։ Հասկացաք ինչ եմ ասում։ Սա կանոնը, որ Աստված ուզում է մեր մեջ գործի։ Հիմա, ասում եմ մենք որ նրանց ընդունենք, մենք ճշմարտությանը գործակից կլինենք։ Հիմա ոմանք չեն կարող այդան, բայց եթե գնացողներին օգնեն, իրանք գործակից են լինում։ Եվ երբ որ Աստված նրանց վարձը տալու լինի, կտենաս որ քեզ էլ է բաժին հասնում դրանից, որտեղ դու գործակից ես եղել։ Տեսեք ինչքան հարցեր է լուծում այս տեսանկյունով։ Դրա համար նրանք հեթանոսներից բան չէին վերցնում։ Դրա համար Հովհաննես ասում է, իսկ մենք պարտավոր ենք։ Մենք պարտավոր ենք նրանց օգնել։ Մենք պարտավոր ենք նրանց ընդունել, պարտավոր ենք նրանց, ստեղ մի բան կա, պատշաճ ձևով ճանապարհել։ Որպեսզի ավետարանին արգել չլինի, Աստված ճիշտ ձևն է ընտրել։ Ուզում եմ կարդալ Հռոմեացիս 15-րդ գլխի 27 խոսքից։ Եթե էթանոսները հոգևոր բաների մեջ հրեաներից օգնություն ստացան, պարտավոր են անոնց օգնել մարմնավոր բաների մեջ էլ։ Այսինքն եթե կօգնեն, դա սխալ չէ։ Բայց որպեսզի ավետարանին արգել չլինեն, ճիշտը դա է, որ գրված էր։
իրականուց նրանց վրա ծանր բան չդնել։ Ես տեսել եմ, քանի որ ավետարանչությունում եղել եմ, պետք է ավետարանիչը աշխատի ոչ թե նրանցից ինչ որ մի օգուտ ստանա, այլ ինքը տա։ Քանի որ առաջինն են, որ նրանք նոր են ընդունում, նրանք նայում են քո վերաբերմունքին, քո վարքին։ Եթե տեսնում են, որ ոնց որ դու շահասեր ես, նրանք հետ են քաշվում։ Այո։ Օրհնյալ մեր Աստվածը իրականուց ավետարանության մեջ դա շատ կարևոր բան է։ Տեր օրհնի ձեզ։ Մեկ բան դուք նոր ասացիք, որ այս արկղի մեջ ընկած ամեն գումարը սուրբ է, բայց չի կարա այս արկղի մեջ ընկնի ինձ գումար, որ ինքը սուրբ չի։ Որովհետև մենք բացի հոգևորները, այստեղ շատ մարդիկ են գալիս, նաև աշխարհիկներ, ու իրանք էլ երբ որ տենում են, հնարավոր է, որ նաև իրաց գումարից իրանք, ասենք, եկել են Աստծո զոհաբերություն անեն։ Այդ դեպքում ոնց կնայեք սրան։ Այդ չանջարկցելու տեղ կտար էլի։ Մտածելու տեղիք է տալիս, էլի։ Հասկացա։ Չէ, չեմ մեղադրում քո հարցի համար, իսկապես հարց է։ Կա շատերի մոտ էլ այդ հարցը կարող է լինի, բայց չարտահայտ։ Դե դրա համար էլ ասի իսկապես հարց է։ Եթե իմանամ մենակ քոններ կասեմ թողնե հետո առանձին խոսենք։ Ես սենց եմ հասկանում։ Ստեղ էկողները մանավանդ այն մարդը, որ դրա մեջ գումար է գցում, նրա սրտի մեջ արդեն ինչ-որ մի բան փոխվել է, նրա սրտի մեջ գոնե հարգանք կա Աստծո նկատմամբ։ Եթե չափաշխարի էլ գոնե հարգանք կա Աստծո նկատմամբ։ Այս մարդիկ ավետարանիչներ էին։ Այս մարդիկ Աստծո անվան համար իրանց տուն-տեղ թողել էին, դուրս էին եկել եւ ծառայում են Աստծուն։ Եվ Հովհաննես Առաքյալը ասում է, որ նման մարդկանց պետք է ընդունել։ Չասես, ինչ ես հելեման գալի։ Պետք է ինձ ասել ես բարերը։ Պետք է ընդունել։ Երբ որ ընդունեցինք, մենք գործակից ենք գնում ճշմարտությանը։ Եվ Աստված խոստացել է, ասում է, մշակը իր վարչին արժանա։ Այս տեսանկյունով ուզում եմ ասեմ, ով որ ուզենա կամ Աստված իր սրտի հետ խոսի, որ հելի գնա, պարտադիր չի քեզ ուրիշ ազգի մեջ ուղարկի, կարող ուղարկի հարևան շենքը, ուղարկի հարևան գյուղը, լիքը տեղեր կան, հարևան քաղաքը կարող ուղարկի, որ ասում հարևան լավ, հարևանից մի քիչ են կողմ։ Աստված հոգալու է քո համար։ Կիրակի օրը ստեղ էր, որ եղբայրը ասեց, որ գնացքի մեջ, որ նստած իսկ իր գումարը չէր հերիքի, որ մեկը վազելով եկե դրսից լուսամուտից փողը տվել է, Աստված ինձ ասեց, որ եսի տամ քեզ։ Աստված մարդ կարտնացնի, որ քեզ տա։ Այդ Աստծո մեթոդն է։ Մշակը իր վարչին արժանի է։ Նենց որ եթե մեկը Աստծուն ուզենա ծառայի, Աստված կհոգա, հանգիստ եղեք։ Ինչպես այս մարդկանց համար ստե գրված է։ Մարդիկ եղան, որ սրանց ընդունեցին։ Հիմա շարունակենք 9 համարից։ Եկեղեցին գրեցի, բայց Դիոտրեփեսը, որ նրանց մեջ առաջին լինել կուզե, մեզ չի ընդունի։ Սրա համար եթե գամ նրա արած գործերը պիտի հիշեմ, որ մեզի դեմ շաղակրատելով չարախոսություն կանի, սրանով էլ գոհ չլինելով ոչ միայն ինքը չի ընդունի եղբայրներին, այլ նրանք, որ կուզեն ընդունել, կարգելի ու եկեղեցից էլ կհանի։ Ես էլ մի ուրիշ միտք է, բայց սրա շարունակությունն է։ Փաստորեն այս նամակը ոչ թե միայն այս նամակ, այսինքն այս միտքը, որ այդ մարդկանց պետք է ընդունել, ոչ թե միայն Գայոսին է գրել, մեծ եկեղեցուն էլ է գրել։ Այդտեղի եկեղեցուն էլ է գրել։ Այսինքն ինքը ներողություն ամբողջ բոլոր հոգևորներին է ուզեցել արթնացնի այս բանի մեջ, ավետարանիչներին ընդունեք, ավետարանիչներին օրհնեք, ավետարանիչներին պատշաճությամբ ճանապարհեք եւ այլն։ Հիմա, բայց մեկ էլ հայտնվեց մեկը Դիոտրեփես անունով, որի մեջ մի հատ հատկություն կա, որը ես նախ շարունակություն չկարդացի, հա, պիտի 11 համարն էլ կարդայի։ Սիրելիս, չարին նմանող մի լինի, հապա բարիին։
այն որ բարիք գործի Աստծուց է, բայց այն որ չարիք գործի նա Աստծուն տեսած չէ։ Այս մարդը փաստորեն ինչ անում, ինքը չի ընդունում այդ ավակների նկատմամբ, հաստատ Հովանեսը իր համեմատ թե տարիքով ավակ կլներ, թե հոգևորապես ավակ։ Ավակների նկատմամբ չարախոսություն անում եւ ովքեր էլ որ ուզում են այդ ավետարանիչներին ընդունել, նրանց էլ եկեղեցուց դուրս է հանում։ Եվ այս բոլորի հիմքը ո՞րն էր։ Այս Դիոտրեփեսի չարությունը ո՞րն էր։ Գալիս է նրանից, որ ինքը ուզում էր առաջին լիներ։ Սրան մյուս կողմից հասկանում ենք, տեսել եք հպարտ մարդ։ Աստծո թագավորության մեջ հպարտությունը տեղ չունի։ Այս մարդը ուզում է առաջին լինի եւ այդ իր ուզելը իրան դրդում է այսպես բաներ անելու։ Դրդում է այս չարություններ անելու։ Հիմա մի քանի բան հիշեցնեմ Սուրբ գրքից։ Սենց հիշեցնեմ էլի, մեծ էլ չթերթեմ կարդամ։ Բարձրանալը ոչ արևելքից է, ոչ արևմուտքից, ոչ հյուսիսից, ոչ հարավից, բարձրանալը Տիրոջից է։ Այսինքն, սիրելի մարդ, եթե ուզում ես բարձրանաս, դու քեզ մի բարձրացրա, այլ թող Տերը քեզ բարձրացնի։ Իսկ Տերը ում կբարձրացնի։ Մի քանի տեղ գրված է, Տերը խոնարհներին է բարձրացնում։ Ամեն։ Աստված խոնարհներին շնորհք կտա, իսկ անպարտավան կամ հպարտներին հակառակը կենա։ Աստված խոնարհներին կամ 50-րդ Սաղմոս մեջ ասում է, ես բնակվում եմ երկինքների երկրում եւ այլն, բայց լինում եմ կոտրած ու խոնարհ հոգի ունեցողների հետ, որպեսզի նրանց բարձրացնեմ, նրանց բժշկեմ եւ այլն։ Նենց որ ճիշտը խոնարհվելն է։ Եվ Աստծո աշտին բարձրը խոնարհն է։ Ոչ թե այդ հրամայողը եւ սրանց բան արքելողը ինչ որ բաներ։ Հիմա երեք այնտեղ հարց եղավ, ոմանք ասում են, բայց սխալ է որ ուզենանք բարձրանանք։ Ես էլ պատասխանեցի։ Նայած բարձրանալ ասելով դու ինչի նկատի ունես։ Հա? Հենց այդ ինչ նկատի, այսինքն բարձրանալ ասելով ի նկատի ունես այս ամբիոնի հետևը կանգնել եւ խոսել, եթե ես հակու կարծիքով բարձրանալը, սա չի բռնում Աստծո խոսքին։ Այսինքն եթե ես հիմա կանգնած տեղ խոսում եմ, չի նշանակում ես ձեզանից բարձր եմ։ Աստված սրտերն է քննում։ Եվ Աստծո առջև բարձրը խոնարհ սիրտ է։ Այստեղի մակրողը, եթե հավատարմաբար անի, շատ հովիվներից բարձր ալնելու ընդեղ։ Ես հավատում, Աստված օրհնի։ Ուզում ասեմ, Աստծո չափանիշները մեր չափանիշները չեն։ Այնց որ եթե մեկը ուզում է բարձր լինի, առաջինը լինի, եւ sense բաներ անում, նա ոչ թե միայն առաջինը, նրա հետին տեղից էլ է զրկվում։ Ընդհանրապես զրկվում է Աստծո բաժին լինելուց։ Ուզում ես բարձրանալ, ուզում ես առաջին լինել, ուրեմն խոնարհվի։ Այս մի կողմն է, մյուս կողմն էլ։ Կարևորը ստեղի բարձր լինելը չի, կարևորը ընդեղի բարձր լինելն է։ Փառք Աստծուն ամենների համար։ Ընդունում ենք սա, որտեղ մեր կյանքը ընդեղ ալնելու, ստեղ ժամանակավոր ենք բոլորս էլ։ Բոլորս էլ ստեղ ժամանակավոր ենք։ Ասենք ստեղի հասկացած բարձր համարենք բեմը։ Հո բոլոր ժողովուրդը չեն գահելնի բեմը։ Ինչ իմաստ։ Կարամ ասեմ, ժողովուրդ ելեք բեմի ֆռացեք գնացեք եւ այլն։ Իտեղ գրված ասում է, ոչ թե նայա ինչը բարձի արժանի, որ ինքը իրան է գովում, այլ նա ում որ ուրիշն է գովում կամ Տերն է գովում։ Նենց որ կրկնում եմ, բարձրանալը Աստծուց է։ Իսկ քանի որ Աստծուց է, եկեք մենք Աստծո չափանիշների մեջ մնանք, ինքը կուզենա բարձրացնի, ինքը գիտի, չի ուզենա էլ ինքը գիտի, այսինքն եթե այստեղ էլ չբարձրացնի, մենք շարունակենք մնալ իր չափանիշների մեջ, այնտեղ հաստատ կբարձրացնի։ Որովհետև Աստված խոնարհներին է շնորհք տալի։ Աստծո առջև բարձրը խոնարհն է։ Մեկ էլ սրտանց ծառայողը։
նայած ինչ ծառայության մեջ ես, ինչ ծառայության մեջ որ կաս, երբ որ սրտանց ծառայես, դա Աստծո աչքին մեծ արժեք ունի։ Եթե սրտանց ծառայես, այդ մաքրել ես օրինակ բերեցի, մաքրողն էլ եթե սրտանց մաքրի, աղոթողը սրտանց աղոթի, այդ պատ շարողը, ռեմոնտանողը սրտանց անի, հայատները մաքրողը սրտանց անի, չգիտեմ ավետարան չէ։ Աստծո համար նշանակություն թե ինչպես ես անում, սրտանց թե մի կերպ։ Մի կերպը արժեք չունի, բայց սրտանցը շատ արժեք ունի։ Ինչ որ անում ես Աստծո համար։ Ասա Տիգրան ջան։ Աշխարհիկներն էլ, երբ որ իրանք ուզում են առաջինը լինել, տրորում են, անկախ դրանից ով կլինի իրանց դիմաց, ինչ կլինի, բարեկամ, թե չգիտեմ, հարազատ, մեկը խանգար իրան, ինքը նպատակա դրել լինի առաջինը, կարող է սաղին տրորելով գնա։ Բայց որ էսի եկեղեցում է լինում արդեն, որ մարդը նպատակա դրել ինչ որ մի տեղ լինի ու բոլորին ոտնատականելով, որ մենակ ինքը երևա, էսի արդեն մտածում եմ այդ ու մտածում եմ ինքը նաև առաջնորդող մարդեր է Դիմետրիոս էլ, ինձ մարդեր, որ ինքը ոնց որ եկեղեցու առաջնորդերից է, չէ՞ էլ է մտածում։ Դե երևի հասել է ինչ որ աստիճան, էլի։ Որ ինքը կարացել է մարդկանց տրորելով, դաժե մարդիկ որ հյուր են ընդունել, դրանց էլ եկեղեցուց հանել է, ասել է գնա ստեղից, որովհետև մարդկանց ընդունել ես։ Ուրեմն ասեմ, սա աշխարհի մտածելակերպ, ու սա աշխարհն է, sense բան անում էլի, որ իր առաջ մի հատ նպատակ է դնում առաջինը լինելու ու տրորելով սաղին գնում է։ Բայց եկեղեցում ես մտածում եմ, այո, որ Տեր ասեց խոնար սրտերում եմ ես բնակվում, խոնարհությունը քեզ կարա տանի առաջ։ Հպարտություն չի կարա տանի, էլի երբեք։ Աշխարհում մի հատ sense խոսք կա, ասում է նպատակ արդարացնում է միջոցները։ Բայց դա չի գործում Աստծո դաշտում, որովհետև կարող է մարդը լավ նպատակներ ունենա, բայց ծուր մեթոդները ուզենա հասնել նպատակներին։ Այսինքն դի նպատակը եթե ուղիղ է, պետք է այդ նպատակին հասնելու մեթոդներն էլ աստվածահաճո լինի։ Հա, ոչ թե ամեն գնով Տիգրանի ասած տրորելով կամ չգիտեմ ուրիշներին արգելելով։ Վերջերս մի հոգու հետ էի խոսում, մեր եկեղեցուց չէր, ուրիշ քաղաքից էր հեռու տեղից, չեք ճանաչում։ Հարցրեցի, ասեցի, խիչ ես ծառայում կամ ինչ ես անում եկեղեցում, ասեց եկեղեցում սաղ տեղերից զբաղված է ծառայության, չեմ կարող ծառայել։ Եվ միանգամից միտքս ոնց որ այդ առումով աշխատեց։ Մարդիկ կա տենց էլ մտածում են, որ չեն ծառայում Տիրոջը։ Իրանց թվում է, իրանց տեղը ինչ որ ուրիշ զբաղեցրել է։ Օրինակ ես նայում եմ, ես արդեն ես 20 տարուց ավել երիտասարդական հավաք եմ։ Միանգամից մտքովս անցավ, կարող է ես ինչ որ մեկի տեղն եմ զբաղեցնում։ Դե կարող է։ Բայց միտքս ուրիշ բանի վրա գնամ, տանեմ ավելի շուտ։ Ես հավատում եմ, երբ որ Աստված կանչում է, Աստված ամեն մեկին ճիշտ իր տեղն է դնում։ Եկեղեցում բազում տեղեր կա, որտեղ մարդ կարող է ծառայել, կարող է հավատարիմ լինել, կարող է առաջին լինել։ Եթե մարդ իր ծառայությունն անում, թող ձգտի լինի առաջին իր ծառայության մեջ, որ լավագույնը անի իր ծառայության մեջ, ինչքան հնարավոր է բարձունքների հասնի իր ծառայության մեջ։ Այսինքն ես չէ՞ էլի որ մարդը տեղ չունի առաջ գնալու։ Մեզանից յուրաքանչյուրը դաշտ ունի ծառայության, եթե չէ, ոնց որ դու ես ասում միշտ, որ կոնե լիքան հավատ մարդիկ կան։ Կարող ես գնալ եւ իրանց ավետարանել։ Եվ դա մեծագույն ծառայությունն է Սուրբ գրքի մեջ համարվում։ Երբ որ մարդը դժողքից ինչ-որ մեկին փրկում է, երբ որ մարդը ինչ-որ մեկին բերում է Աստծո տան մեջ, դա արդեն մեծ ծառայություն է։ Այո, եւ ամեն։ Որ ջողի ճանչին լավ տեղյակ եմ, որ էլ մենք խոթնձելու։ Պարտադիր է քո դիմացինի կրունկներին խփելով երանդին ֆրցնես։ Մոտ լիքը դաշտ է, լիքը տեղ է, գնա քո համար առանց մեկին խանգարելու խաղի։ Նենց որ Աստված էլ ասում է, որ հունձքը շատ է, մշակները քիչ։ Նենց որ նես չէ՞ որ մշակները այնքան շատացան, էլ այդ հունձքի մեջ տեղ չկա։ Եվ շատերին թվում է թե Աստծուն ծառայել էս բեմի վրա է, ոչ։ Աստծուն իսկական ծառայությունը այո ավետարանչությունն է։ Դրսում է, մեր ծառայություն, ուստեղ մենք, այս մեր դպրոցն է, մենք գալիս ենք, որ սովորենք, գալիս ենք լծվենք, գալիս ենք Աստծո հետ հանդիպենք, զորանանք, որ գնանք գործենք։ Եթե գալիս ենք ստեղ եւ ոչինչ չենք անում, էս էլ մի խնդիր է։ Մենք Աստծո առաջ որ կանգնենք, ինչ ենք պատասխանելու։ Այսքան սովորեցրեցի, դու ոչ մի բան չարեցիր։ Այսքան քեզ զորացրի, ոչ մի բան չարեցիր։ Մեր անելիքը դրսում է։ Իսկ այնտեղ ոչ մի սահմաններ չկան։
Դեռ լիքն է ծառայություն։ Մեծ էլ գորը որ ասեց աշխարհի խոսքը նպատակը արդարացնող միջոցները, հա թե ասենց է նպատակը։ Ժողովուրդ, այն նպատակները, որոնք չեն համընկնում Աստծո խոսքի հետ, մենք այդ նպատակները մերժում ենք, ամեն։ Մեր բոլոր նպատակները պետք է համընկնեն Աստծո խոսքի հետ։ Իսկ Աստծո խոսքի հետ համընկնող նպատակը երբեք սխալ գծի չի տանի։ Եվ Տիգրանին հետ էլ համամիտ է, մի քիչ երկար ասեց, բայց կարելի կարճ ասել։ Այո, այն մարդը, ով ուզում ենք իրան բարձրացնի, հաստատ ոմանց տրորում է։ Հաստատ ոմանց խանգարում է, որովհետև Աստված գիտի որտեղով եւ որտեղ պիտի մարդուն բարձրացնի։ Իսկ եթե ինքն անում, ինքը հաստատ ոմանց խանգարում է, Կարեն ասացի նման, իրան թվում է ոմանց տեղը պիտի ինքը լինի։ Ասենք մեկը առաջինն է, ինքը պիտի նրա տեղը լինի։ Ոչ, ես հիշում եմ, ստեղից ես հայտարարել եմ, յուրաքանչյուրը ձեր տեղը ունեք։ Ոչ մեկը մյուսի տեղը չի։ Ոչ մեկը մյուսի փոխարեն չի, ամեն մեկ իր տեղը ունի։ Պարզապես Աստծու հետ կապի մեջ եղի քթի քո տեղը։ Ամեն։ Հաջորդը 12 համարում։ Դեմետրիոսի համար ամենքն էլ կվկայեն բունից ճշմարտությունն էլ, մենք էլ կվկայենք, եւ դուք գիտեք, թե մեր վկայությունը ճշմարիտ է։ Ես ճիշտ ասած այդքան էլ լավ չեմ հասկացել, որտեղ էսի ուրիշ անուն է, էլի, Դիոտրեփես չի, Դեմետրիոսը։ Բայց այդ գրքերի մեջ որ ուսումնասիրել եմ, բոլոր տեղերում Դեմետրիոսին արդեն որպես լավ դրական կերպար է ներկայացված։ Բայց դե այսքանն է գրած, չգիտեմ։ Ամեն դեպքում վատի համար էլ վկայություն կա, լավի համար էլ վկայություն կա։ Փառք Աստծոս լավի վկայությունն էլ։ 13-ից կարդամ։ Շատ բան ունեի գրելու, բայց չեմ ուզում Էլանով, այսինքն թանակով ու գրիչով քեզի գրել, սակայն մոտերս քեզ տեսնելու հույս ունեմ ու դեմարդեմ խոսելու։ Խաղաղություն քեզի, բարեկամները քեզի բարև կանեն, բարևարա մեր բարեկամներուն ամեն մեկու անունով, որոշ թարգմանությունների մեջ այս բարեկամների փոխարեն սիրելիներ ագած, բայց բարեկամներ ավելի հարմար էլի։ Դե այս նույն միտքը երկրորդ թղթի մեջ էլ կար, շատ բան ունեի գրելու, բայց ավելի լավ է դեմարդեմ։ Ժողովուրդ, ուզում եմ ակնոց անեի, հա։ Ժողովուրդ, աշխատեք իրար հետ հաղորդակցվել։ Աշխատեք իրար հետ շփվել։ Դեմարդը նստել զրուցելը մտերմություն է բերում։ Ամեն։ Այդ հերվից մի քիչ այն չէ։ Մենք հավիտյան միասին պետք է ապրենք։ Եկեք իրար լրացնենք, իրար օրհնենք, մտերմություն եւ սրանով ասում եմ, ես ավելի լավ էլի հույս ունեմ դեմարդեմ խոսենք։ Ես օրինակ քանի որ հին մարդ եմ, իմ երիտասարդ ժամանակ հեռախոսներ չկային։ Էնի ամենացեի մեջ։ Մարդու նոր ուզում եմ բան ասեմ կամ պայմանավորվենք, հեռախոսով չեմ ուզում, ելի ուզում անձամբ երես խոսեմ պայմանավորվենք։ Դե ոչ թե միայն պայմանավորվենք, մի քիչ էլ զրուցենք, էլի մի քիչ էլ հալուչև հարցնենք եւ այլն։ Այն ժամանակ էսի ավելի պատշաճ է եղել, քան թե հիմա։ Դե այն ժամանակ էլ նամակ եղել, կարեին նամակով, բայց դե շատ բաներ դեմարդեմ, երես ավելի ճիշտ է։ Եվ մի քիչ էս բարևների համար ասենք, այն անգամ ասել եմ։ Ես հավատում Աստծո մարդու բարևի մեջ օրհնություն կա։ Եթե իհարկե այդ բարևը սրտանց է։ Եթե իհարկե ինքը Աստծով լցված այդ բարևը հաստատ օրհնություն է։ Դե բոլորը գիտեք, Մարիամը, Հիսուս մայր Մարիամ, երբ որ Եղիսաբեթին բարև տվեց, այդ բարևից Եղիսաբեթը Սուրբ Հոգով լցվեց։ Նենց որ աշխատեք Սուրբ Հոգով լցված բարև տվեք։ Թող այն մարդիկ, ովքեր որ ձեր բարևը լսում են, Սուրբ Հոգով լցվեն։ Աստված օրհնի ձեզ։